այդ նկատառում։ Խնդրում եմ հարգել ձեր հանձնաժողովի կայացրած որոշումը այս խորհրդարանական լսումների աշխատակարգի վերաբերյալ եւ միանձնյա չհիմնավորված որոշումներ չկայացնել։ Այստեղ որևէ մեկը պարապ չի մնացել, որ ոստիկանության գեներալը նստի սպասի, ինչա թե Դանիել Յունիսյանը մի տեղից շտապում է, թող գնա իր հանդիպումներին։ Այդ ինչ խնդրում եմ հարգանք ցուցաբերել խորհրդարանական լսումների մասնակիցների եւ ձեր սահմանած աշխատակարգի նկատմամբ։ Շնորհակալություն։ Հիմա հարցս ձեզ, պարոն գեներալ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում վարորդական իրավունքների վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով եւ ըստ էության կասկածի տակ դրեց բոլոր վարորդական իրավունքների վկայականների լեգիտիմությունը, բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը, որ ինքը իր վարորդական իրավունքի վկայականը ստացել է 300 մետր հեռավորությունից։ Ես ուզում եմ անամ այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ըստ վարչապետի արձանագրումների վարորդական իրավունքների վկայականների տրամադրման գործընթացում։ Երկրորդ հարցը, դուք ձեր վիճակագրության մեջ նշեցիք հիմնականում դեպքերի հետ կապված քանակները, վիճակագրությունը ինչ պատահարներ են եղել։ Ես ուզում եմ անամ, ինչքանով է կատարվել վարչապետի խոստումը 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ, որ պետք է Հայաստանում վերացվեն արագաչափերը, տեսանկարահանող սարքերը եւ այլն։ Ես ուզում եմ անամ, դրանք արդյոք վերացվել են, թե ավելացվել է դրանց քանակը։ Խնդրում եմ ներկայացնել վիճակագրություն տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի վերաբերյալ մինչեւ 18 թվականը եւ 18 թվականից հետո, ինչպես նաեւ դրանց արձանագրած վարչական խախտումները, դրանց ծավալները։ Արդյոք այդ ամեն ինչը եթե չի ազդում ճանապարհային երթևեկության անվտանգության վրա, հիմնական նպատակը մեր ժողովրդին թալանի եւ կեղեքման նոր մեթոդ կիրառելով կեղեքելը չի եղել։ Հաջորդ հարցը վերաբերվում է ոստիկանության ծառայողի կողմից, որը ուղեկցել էր վարչապետի Ավտոշարասյանը ազգային ժողովում կանոնակարգով չնախատեսված հանդիպման մասնակցելու համար հղի կնոջը սպանելու։ Ես գիտեմ, որ ոստիկանության գործունեությունը իհարկե բացի օպերատիվ բնույթ կրելուց նաև որոշակի իմաստով պլանավորում է։ Ես ուզում եմ անամ այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո ոստիկանությունը մինչև տարեվերջ քանի մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն հարցերի համար, բայց ձեր 3 հարցերն էլ այսօրվա օրակարգի հետ կապված չեն, խնդրեմ գրավորտի մեկ մանրամասը կպատասխանենք բոլոր հարցերով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապ չունեցող խնդիրներ են դրանք։ Այսօրվա քննարկման կոնկրետ։ Պարոն գեներալ, դուք կարծում եք, որ վարորդական իրավունքի վկայականի օրինական, անօրինական լինելը կապ չունի երթևեկության անվտանգության հետ, թե երթևեկության անվտանգության հետ կապ չունեն արագաչափերը կամ տեսանկարահանող սարքերը, դրանց արձանագրումները, թե ոստիկանության ծառայողների մարդկանց վդարի ենթարկելը եւ նրանց մահվան պատճառ դրանից որը մեկը կապ չուներ երթևեկության անվտանգության խնդիրների հետ ճանապարհային երթևեկության։ Խնդրում եմ պարզաբանել։ Վերջին դեպքը, քանի որ գտնվում է դատական փուլում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Վերջին դեպքի հետ կապված, գիտեք, հղի կնոջ վրա երթի հետ կապված դատական գործընթացներ են ընթանում, ես ոչինչ չեմ կարող պատասխանել այդ պահին, երևի ճիշտ կլինի ինձ չդիմել տվյալ դեպքի հետ կապված։ Արագաչափերի եւ մնացած ձեր հարցերի մասով, պարոն Ղազարյան, ես կարծում եմ, որ ավելի մասնագիտական պատասխան զեկույց կունենանք, սա մեկ։ Երկրորդը կանոնակարգով, աշխատակարգով ես իրավասու եմ որոշակի փոփոխություններ կատարել օրակարգի մեջ եւ եթե դուք ցանկություն չունեիք լսելու պարոն Յովհաննիսյանի ելույթը, կարող եք դուրս գալ եւ խնդրում սրանից հետո բաները դիտողություններ մի արեք աշխատակարգի վերաբերյալ, որովհետեւ եթե ծանոթ լինեիք, կտեսնեիք, որ ես որոշակի նպատակահարմարություններից ելնելով կարող եմ ինչ-որ փոփոխություններ անել։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Սեմյոն Բաբայան, խնդրեմ պարոն Բաբայան։ Կարգի հետ կապված ես հարց ունեմ, եթե կարելի է, պարոն Խաչատրյան։ Խնդրեմ։ Մենք եկել ենք լսումների, ուզում ենք մենք լավարկենք մեր օրենքները, տեսնենք ինչ խնդիրներ կա։ Քաղաքական հայտարարությունները ինչի համար են, որ ինչ անենք։ Այս ամբիոնը տրամադրել ենք, որ մեր հասարակության համար ավելի բարելավենք վիճակը, լավարկենք օրենքները, այն խնդիրները, որոնք որ առկա են, դրանք լուծենք։ Ինչ հայտարարություններ են անում այս ձևով։ Ես կարծում եմ անընդունելի է։ Աշխատանքային քննարկում է։ Շնորհակալություն։
Շնորհակալություն դիտարկման համար, պարոն Սուքասյան, հարգելի ներկաներ, ովքեր դիմել են, որ այսօր մասնակցեն այս լսումներին, ոչ մեկին չենք արգելել, ոչ մեկի նպատակահարմարությունը չենք ստուգել, այս լսումները չենք կազմակերպել հրավիրով, ովքեր դիմել են, մենք մեծ ցանկությամբ ընդունել ենք, հույս ունենալով, որ քննարկումը լինելու է բովանդակային, քննարկումը լինելու է գիտահեն, եկեք այստեղ Էժան հեղինակության հետևից չգնանք, հայտարարություններ անենք, այս անենք, այն անենք, չգիտեմ, դառնանք վերնագրերի հեղինակներ, պատճառներ թերթերում։ Այսօրվա մեր թեման ինչպիսին ենք, ինչպես ենք գնահատում ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ ենք մտածում անել, ինչ ունենք անելու, որպեսզի մեր զոհերը վիրավորների թիվը նվազի եւ մեր ճանապարհների թողունակությունը դրանից չվնասվի։ Այսքանը շնորհակալություն։ Պարոն Բաբայան, խնդրեմ, կներեք։ Առաջինը փաստենք եկեք, որ տարածքային կառավարումը ձեր падգամավորական վերահսկողությամբ վերանաց խնդիրներով պրավալ է տվել այս խնդիրը, դա իմ դիտարկումն է, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է եւ